Համաձայն մարդահամարի վերջին տվյալների Հայաստանում շուրջ 31,000 մարդ իրենց մայրենի լեզուն համարում է եզդիերենը։ Այս թիվը ենթադրում է լեզվական իրավունքների պաշտպանություն, համապատասխան կրթական քաղաքականություն եւ պետության հետևողական մոտեցում։ Օրենսդրական դաշտում այդ պարտավորությունները առնվազն թղթի վրա ձևակերպված են։ Լեզվի մասին եւ հանրակրթության մասին օրենքները, ինչպես նաեւ Հայաստանի կողմից վավերացրած միջազգային կոնվենցիաները հստակ պարտավորություններ են սահմանում պետության համար։ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, ապահովել մայրենի լեզվով կրթության հնարավորությունը եւ նպաստել այդ լեզուների զարգացմանը։ Խիրատ մեդիան փորձել է հասկանալ, քանի դպրոցում է այսօր դասավանդվում եզդիերենը, քանի աշակերտ է սովորում մայրենի լեզվով եւ արդյոք գործող համակարգը համապատասխանում է այդ թվերից բխող կրթական եւ մշակութային պահանջներին։ Համար դժվար էր ընթերցելը։ Այդ որ տառերը դժվար է կարդացվում, հիմնականում այդ դժվար չեն կարողանում ընկալել, տառերը դժվար է, իսկ անգլերենը ավելի հեշտ է, քան մեր լեզուն էլի։ Իմ դեպքում նրանով է պայմանավորված, որ ես չեմ հասցնում լինել խմբակի դասերին եւ չեմ կարողանում այդ ամեն ինչը սովորել։ Իմ համար այդ առումով է դժվար։ Քրիստինեն եզդիերենին տիրապետում է խոսակցական մակարդակում։ Նրա կարծիքով, եթե եզդիերենը դպրոցում դասավանդվեր որպես պարտադիր առարկա, ավելի արդյունավետ կլիներ։ Դպրոցում եզդիերեն առարկան կարևոր է անցնել նրա համար, որ կարող է լինել այնպիսի տեղեկություններ, որ մենք ինքներս չիմանանք եւ ուսուցիչը մեզ փոխանցի այնպիսի գիտելիքներ, որը մեզ համար արդեն մեծ նշանակություն կունենա եւ գիտելիք ձեռք կբերենք։ 11-րդ դասարանի աշակերտուհի Լիաննա Ադոյանը նույնպես սովորում է Զարթոնքի միջնակարգ դպրոցում։ Նա մասնակցում է եզդիերենի խմբակին։ Լիաննան պատմում է, որ ցածր դասարաններում եզդիերենը դասավանդել են տարբեր ուսուցիչներ։ Ինքը 10-րդ դասարանում է սկսել հաճախել խմբակ։ Հիմա ավելի շատ ուզում եմ ուսումնասիրել եզդիների ամբողջ պատմությունը, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել։ Շաբաթական մի ժամ է 8 օրեր։ Ճիշտն ասած քիչ է, բայց դե փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի բավարարենք գոնե այդ ժամերին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ եզդիերեն առարկա ուսումնասիրող աշակերտների թիվը կազմում է ընդամենը 524։ Մեր բարձրացրած հարցերին ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից պատասխանեցին, որ եզդիերենի ուսուցումը չի համարվում պարտադիր բոլոր դպրոցների համար։ Այն դասավանդվում է միայն այն դպրոցներում, որտեղ առկա են ազգությամբ եզդի աշակերտների խումբ եւ համապատասխան ուսուցիչներ։ Արագածոտնի մարզի 14 բնակավայրերում եզդիերենի դասավանդումը կազմակերպվում է հիմնական առարկայի տեսքով։ Օրինակ Արևուտում 10 ժամ, Թլիկում 16 ժամ, Հակոում 10 ժամ, Դդմասարում 7 ժամ, Սորիկում 10 ժամ, Սադունցում 14, Ավշենում 13, Միրաքում 10, Ջամուշլիում 14 ժամ, Ռիաթազայում 12 ժամ, Կանյաշիրում 14 ժամ, Զիփանում 19, Միշնատանը 12, Շամիրամում կրկին 12 ժամ։ Արմավիրի մարզում միայն Ֆերիկ համայնքում է եզդիերենը դասավանդվում որպես հիմնական առարկա 22 ժամ։ Այն ամբողջությամբ եզդիաբնակ գյուղ է։ Արագածոտնի մարզի Կանչ, Ալագյաշ, Ճարճակիս, Շենկանի, Արտենի գյուղերում եզդիերենը դասավանդվում է խմբակի ձևաչափով։ Արմավիրի մարզի Քարակերտ, Երասխահում, Վարդաշեն, Տանձուտ, Արշալույս, Զարթոնք, Նալբանդյան, Արտաշար բնակավայրերում եւս դասավանդումը կազմակերպվում է խմբակի ձևաչափով։ Եզդիերեն դասավանդվում է նաև Արարատի մարզի Հովտաշեն եւ Այգավան բնակավայրերում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի, Նորգեղի եւ Քանաքեռավան գյուղերում խմբակի ձևաչափով։ Հայաստանում եզդիերեն դասավանդող ուսուցիչների թիվը ԿԳՄՍ տվյալներով 19 է։ Նրանցից միայն 7-ն ունի բարձրագույն կրթություն, մեկը թերի բարձրագույն, երկուսը միջին մասնագիտական, իսկ 9-ը միայն միջնակարգ կրթություն է ստացել։ Ժենյա Բրոյանը եզդիերենի խմբակավար է։ Զարթոնքում նախկինում դասավանդում էր նրա ամուսինը։ Ամուսնու մահից հետո էլ աշխատանքը իրավաբան որդին էր անում, սակայն ուսուցչի աշխատանքը իրենը չհամարելով էլ չի դասավանդում։ Ասեց, ես չեմ կարող մանկավարժության, այդ չեմ կարող դասավանդել։ Ու 4 տարին ես եմ աշխատել եմ 11 ժամով, հետո 6 ժամով, այս տարի աշխատում եմ 4 ժամով։
Ժենյան շաբաթական ստիպված է լինում մի քանի անգամ ճանապարհորդել։ Ապրելով Արմավիրի Լուկաշին գյուղում շաբաթական մեկ անգամ հասնում է Զարթոնք, որտեղ դասավանդում է 4 ժամ, իսկ 2 անգամ գնում է Նալբանդյան ու Արտաշար, այնտեղ դասավանդելով 6 ժամով։ Ճանապարհները երկար են, ճանապարհածախս էլ չի ստանում, քանի որ մեկ դպրոցում դասաժամերը չեն գերազանցում 11 ժամը։ Դե արդեն որ աշխատում եմ հարմարության էլ չենք նայում, իհարկե շատ հեռու է ճանապարհի հեռավորությունը երկար եւ ես ճանապարհը գնալու համար չեմ վարձատրվում ժամերի քիչ լինելու պատճառով։ Պետք է միշտ 11 ժամը ապահովի նոր, բայց ես 11 ժամը դպրոցում չեմ կարող ապահովել։ Տարբեր դպրոցներում գումարվի իրար կհասնի, բայց մի դպրոցում 11 ժամ հնարավոր չի։ Բրոյանը սկզբում աշխատել է Տանձուտի եւ Արգավանդի դպրոցներում, հաճախ մասնակցել եզդիերենի վերապատրաստումների, սակայն վերջին 5 տարիներին նման վերապատրաստումներ չեն անցկացվել։ 2024-ին նա անցել է ատեստավորում, որի արդյունքում աշխատավարձը 40%-ով աճել է։ Նոր կադրեր չունենք մանկավարժության, որ բարապ։ Երևի դա էլ պայմանավորված է ժամերի քիչ լինելու պատճառով, որտեղ ամեն դպրոց հատկացնում են 3, 4, 5 ժամ, իսկ դա, ասենք, ատեստավորում չանցող ուսուցչի համար շատ ցածր աշխատավարձ է։ Հենց դա է էլ ինձ թվում է, իմ կարծիքով։ Թե չէ մենք ունենք կրթված երիտասարդություն, որ կարող են աշխատել։ Ժենյան այսօր դասավանդում է 2-ից 6-րդ դասարանի աշակերտներին պարտադիր, իսկ 7-ից 9-րդ դասարանցիները գալիս են ըստ ցանկության։ Նա նշում է, որ աշակերտների մեծամասնությունը մշտապես մասնակցում է խմբակին, եւ միայն մի երկու դեպք է հիշում, երբ երեխայի ծնողը հրաժարվել է երեխային ուղարկել խմբակ։ Եզաբնակ գյուղերում դրանք կարող է եզերեն առարկան լինի 2-3 ժամում, բայց մենք դասերի վերջումը չէ, որը որ գովել չի կլին, հիմնական ավելի ձեռնատու է, հիմնական դպրոցն, խմբակի ձևով չէ, ինձ թվում է չէ, այդքան չի։ Դե դասերի վերջում բոլոր, ասենք, հայ աշակերտները գնում են միայն եզդիները, իսկ լավ կլինի, եթե 2-3 ժամում լինի մեր առարկայի դասավանդումը, եթե լինի, բայց հիմա հնարավոր չի, հանրակրթական դպրոցներում սա հնարավոր չի, եթե, ասենք, բոլոր աշակերտները իրար հետ պետք է նստեն, հայ եզդի եւ աշակերտները իրար հետ նստեն, որ միայն եզդիներն են, չգիտեմ, այդ արդեն վերևի օգտագործել չէ, բայց ինձ թվում է հիմնականն ավելի լավ է, ավելի ձեռնատու է։ Հարցման միջոցով փորձել էինք ԳԳՄՍ նախարարությունից պարզել, թե ինչպես է իրականացվում եզդիերենի դասավանդման որակի վերահսկումն ու գնահատումը, ինչպես նաև խնդրել էինք տրամադրել վերջին 3 տարիների ընթացքում կատարած ստուգումների կամ գնահատումների ամփոփ տվյալները, եթե այդպիսիք առկա են։ Նախարարությունից պատասխանել են. Մեջբերում Հանրակրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների եւ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման, կրթության զարգացման պետական ծրագրի իրագործման, հանրակրթական պետական չափորոշիչի եւ կրթության որակի պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի արտաքին գնահատումն իրականացվում է գնահատման եւ թեստավորման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։ Այս կապակցությամբ հարցում էինք ուղարկել նաև կրթության տեսչական մարմնին։ Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ եզդիերենի դասավանդման որակի նկատմամբ վերահսկողություն մինչ այժմ չի իրականացվել։ Միաժամանակ հավելելով, որ 2026-ի գործունեության տարեկան ծրագրի շրջանակում նախատեսվում է ազգային փոքրամասնությունների լեզվով ուսուցում կազմակերպող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա խնդիրների վերհանման եւ աջակցման նպատակով իրականացնել աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ։ 19 թվականին դա ժամանակաշրջաններ, երբ ես դասավանդում եմ եւ աշխատում եմ երկու եզդիաբնակ բնակավայրերում եւ երկուսում էլ կային եզդիերենի դասեր կամ չկային կամ կային այնքան վատ էին, որ օրինակ դպրոցներից մեկում ուղղակի եզդի աշակերտուին ինձ մոտեցավ իմանալով, որ ես եզդի եմ եւ դա արդեն մոտեցումը եւ այլն ճանաչելով երեխան ինձ պարզապես մոտեցավ, ասեց ես ձեզ խնդրում եմ կլինի գաք մեզ եզդիերեն դասավանդեք, որովհետեւ այն դասերը, որ մեր դպրոցում կազմակերպում մեզանից ոչ մեկ չի ուզում դրան մասնակցի։
Զենֆիրան ընդգծում է, որ 21-րդ դարում ուսուցիչը դադարել է լինել պարզապես ինֆորմացիա փոխանցող։ YouTube-ում այնքան ինֆորմատիվ վիդեո կարող է գտնես, որ մեկ ուսուցիչը դժվար կարողանա այդ ինֆորմացիան քեզ հասցնի։ Այսինքն ինֆորմացիան փոխանցելը արդեն շատ երկրորդական դերում է մնացել։ Նրա կարծիքով ուսուցչի հիմնական դերը այսօր աշակերտին մոտիվացնելն է, խրախուսելը, ուղղորդելը եւ արժեվորելը, սակայն եզդիերեն դասավանդող ուսուցիչների դեպքում կան խնդիրներ, որոնք կապված են մասնագիտական եւ մանկավարժական պատրաստվածության հետ։ Շատերը չունեն բարձրագույն կրթություն, իսկ բարձրագույն կրթությունը միայն որոշակի կրթական մակարդակ չի, սա որոշակի արժեհամակարգային մակարդակի մասին է եւս խոսում, հատկապես մանկավարժական կրթություն եւ կարճ վերապատրաստումներ, ես չգիտեմ, անցնում են, չեն անցնում, ինչ կերպ են դրանք կազմակերպվում եւ ինչ մակարդակով են այդ վերապատրաստումները կազմակերպվում։ Նրա խոսքով դասավանդման ձևաչափը ինքնին որոշիչ չէ։ Ես գիտեմ դպրոց, որտեղ դա դասավանդվել է որպես հիմնական առարկա եւ դասավանդվել է շատ վատ եւ անօգուտ կարելի ասել։ Եվ ես գիտեմ դպրոց, որտեղ դա դասավանդվել է որպես խմբակ եւ դասավանդվել է շատ լավ։ Նրա համոզմամբ առանց ժամանակակից ինտերակտիվ մեթոդների հնարավոր չէ հետաքրքրել այսօրվա երեխաներին։ Մենք 21-րդ դարում ենք եւ այսօրվա երեխային պարզապես նստածնել ինչ-որ բառեր սովորացնելով դու չես կարող լեզվական հմտություններ տաս։ Դու իր համար այդ դասը խաղի պետք է վերածես։ Այդ դասը հետաքրքիր ժամանցի միջավայրի պետք է վերածես, որ ինքը կարողանա այդտեղից լավագույն օգուտը քաղել։ Վերջում Զենֆիրան շեշտում է, որ եթե պետությունը պարտավորվում է ապահովել երեխաների մայրենի լեզվի ուսուցումը, պետք է նաև ապահովի համապատասխան միջավայր, մասնագետներ եւ արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Երբ որ մենք ներգրավենք անհրաժեշտ մասնագետների, երեխաները անգամ ծնողներին չեն լսի, իրենք իրենցով կգան, որովհետեւ այդտեղ ուրախ է, լավ է, որովհետեւ այդտեղ մերն է, որովհետեւ օտար չի, մի խոսքով։ Շրջանակային կոնվենցիայի եւ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետները եզդիերենի ուսուցման ոլորտում Հայաստանում արձանագրել են համակարգային քաղաքականության բացակայություն, սկսած իրավական կարգավորումներից մինչև ուսուցիչների պատրաստում, կրթական ծրագրեր ու դասագրքեր։ Գիտեք, ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը ունեն առանձնահատկություններ եւ համակարգային լուծումներ տալու համար իրականում նախարարության կողմից մի շարք ծրագրեր իրականացվել են, որոնք միտված են հենց այդ բոլոր խնդիրները լուծելուն։ Օրինակ կարող ենք նշել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար աշխատանքներ են տարվում վերջին շրջանում հատկապես, սկսած նախադպրոցական ուսումնական հաստատություններից։ Կառավարության որոշմամբ Ալագյաս համայնքի Ալագյաս բնակավայրում կառուցվում է 144 սաների համար նախատեսված մսուր մանկապարտեզ, որտեղ ընդգրկված են համայնքի 11 բնակավայրերի ազգային փոքրամասնությունների երեխաները։ Մանկապարտեզը շահագործման կհանձնվի առաջիկայում։ Խոսելով եզդիերեն դասավանդող ուսուցիչների մասին, Սարդարյանը նշեց, որ առկա է ուսուցիչների պակաս, եւ թեմայի շուրջ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում քննարկումներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խնդիրը ինստիտուցիոնալ լուծման կարիք ունի եւ կարծես այդ հանդիպումների ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միջազգային որոշակի փորձի ուսումնասիրության կարիք ունեին, որովհետեւ նախարարության կողմից առաջարկություն էր արվել նման ամբիոններ ունենալ բուհերում, համապատասխան բուհերում, որտեղ հնարավորություն կլինի վերապատրաստել համապատասխան մասնագետների, որոնք էլ արդեն կրթություն ստացած հնարավորություն կունենային դասավանդել դպրոցներում եւ այս հարցը կփակվեր։ Նշեց նա, հավելելով, որ մինչ այդ սահմանվել են արտոնություններ թե սովորողների, թե դասավանդողների համար։ Դասավանդողների մասով կարող եմ նշել կառավարության որոշմամբ հաստատված կարգում, որտեղ սահմանված են մանկավարժական աշխատողների նկարագրերը եւ մանկավարժական աշխատողների անվանացանկերը, այդտեղ խմբակների դասավանդման համար պահանջվում է բարձրագույն կրթություն, բայց նախարարությունը առաջնահերթություն է սահմանել եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, ուսուցիչների համար հնարավորություն է տվել այդ խմբակները դասավանդել առնվազն միջին մասնագիտական կրթության պարագայում եւ տվյալ լեզվի իմացության դեպքում։ Նախարարի հրամանով հաստատված կարգ ունենք, որտեղ սովորողներին հնարավորություն է տրվում, ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողներին հնարավորություն է տրվում լեզվի ընտրությունը անել եւ իրենց մայրենի ազգային լեզվով ուսուցում իրականացնել։ Եթե տվյալ հաստատությունը չունի
նման հնարավորություն, ապա լեզվի ընտրությունը իրականացնում են ծնողները։ Եվ եթե տվյալ համայնքում, տվյալ դպրոցում լիցենզիայով սահմանված ազատ տեղերը զբաղված են, բայց այդ դպրոցը այդ համայնքում միակն է, ապա ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողների ընդգրկումը իրականացնում ենք անկախ լիցենզիոն սահմանափակումներից։ Անդրադառնալով աշխատավարձի բարձրացման մեխանիզմներին, Սարդարյանը նշեց, որ դրանցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Նրա խոսքով անցած տարի կամավոր ատեստավորմանը դիմել է 11 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որոնցից 6-ը հաղթահարել են անցողիկ շեմը եւ ստացել աշխատավարձի բարձրացում։ Դասագրքերի մասով Սարդարյանը նշեց, որ նախարարությունը դասագրքերի ստեղծման եւ տպագրության գործընթացները տարանջատել է։ 2023 թվականից ի վեր նախարարությունը իրականացնում է դասագրքերի ստեղծման մրցույթներ, որից հետո իրականացնում է տպագրման մրցույթներ, այսինքն առանձնացրել ենք։ Համապատասխան հեղինակների պարագայում եւ համապատասխան ստեղծված նյութի պարագայում հնարավոր է այս բոլոր ընթացակարգերով ստեղծել նոր դասագրքեր, փորձաքննել եւ տպագրել։ Ինչի է մինչ այժմ մեկ անձով իրականացում, որովհետեւ այդ նոր ստեղծված նյութը չկա։ Լեզվի պահպանման եւ զարգացման լավագույն ճանապարհը ըստ Սարդարյանի բուհերում ունենանք ամբիոններ եւ այս շրջանավարտներին հնարավորություն տանք բուհական կրթություն ստանալ եւ հետո նորից ետ վերադառնալ դպրոցներ, բուհեր եւ այլն։ Այսպիսով Հայաստանում եզդերենի ուսուցումը համակարգային խնդիրներ ունի։ Ներկայումս այն իրականացվում է ոչ լիարժեք։ Դրա հիմնական պատճառը համապատասխան մասնագետների բացակայությունն է։ Լեզվի պահպանման տեսանկյունից կարևոր է ուսուցման գործընթացի ճիշտ կազմակերպումն ու մշտադիտարկումը, ապահովելու համար դրա արդյունավետությունը։ Եզդիերեն դասավանդող ուսուցիչների խոսքով աշակերտների շրջանում լեզվի նկատմամբ հետաքրքրությունը բարձր է, սակայն դրա լիարժեք իրացման համար անհրաժեշտ է լրացուցիչ պայմանների ապահովում։ Նախարարությունը շարունակում է տվյալ ոլորտին առնչվող տարբեր ծրագրերի իրականացումը, սակայն ընդհանուր գնահատմամբ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։